Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները անկախիկ գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները անկախիկ գործառնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկախիկ վճարման ընդունման հնարավորություն եւ հետեւողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը եւ օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաեւ օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին եւ դրսեւորել հարկային կարգապահություն, նպաստելով կայուն ու վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։ Հայաստանի ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են 2024 թվականի գործունեության արդյունքները։ Տարվա ընթացքում AMX-ը շարունակել է իր ռազմավարական ծրագրերի իրագործումը, նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Միջազգային կապերի ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծել շուկայի մասնակիցների համար, ընդլայնելով Հայաստանի կապիտալի շուկայի հասանելիությունը եւ խորացնելով տարածաշրջանային ինտեգրացիան։ Տարվա ընթացքում բորսայի առանձին շուկաներում գրանցվել են առևտրի ծավալների եւ գործարքների աճ։ 2024 թվականը առանձնացել է նոր ընկերությունների մուտքով եւ արժեթղթերի ցուցակման պատմական աճով, ինչը վկայում է շուկայի դինամիկ զարգացման մասին։ Կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն ձեռնարկությունները արտոնություններ կստանան տեղական հումքից մետաղական իրերի արտադրության համար, կկարողանան սուբսիդավորում ստանալ արտադրական վարկերի տոկոսադրույքի 10%-ի չափով։ Մետալուրգիայի ներքին շուկան ներկայացված է հիմնականում շինարարության համար նախատեսված ամրանների արտադրությամբ, սակայն պետությունը խնդիր է դնում ընդլայնել տեխնոլոգիապես ավելի բարդ արտադրանքի, մալուխների, մետաղալարերի եւ ռադիատորների արտադրությունը։ Երկրում հումքի վերամշակումը խթանելու համար կառավարությունը արտոնյալ պայմաններ կառաջարկի այն ընկերություններին, որոնք հետագա վերամշակման համար ձեռք կբերեն կաղապարներ եւ կիսահումքեր։ Այդ նպատակների համար 2025 թվականին նախատեսվում է մոտ 1.5 միլիոն դոլար հատկացնել։ Իշխանությունների գնահատականներով մետաղագործական ձեռնարկություններն արդեն ավելի քան 100 միլիոն դոլար են ներդրել ոլորտի զարգացման համար։